Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ինչպես խոստացել է մեր շատ սիրելի Խաչիկ Մանուկյանն այսօր իմ հյուրը, մենք բավականին երկար ժամանակ չենք հանդիպել, ես ուղղակի ուրախ ու երջանիկ եմ, որ մեր ձեռքում եւ մեր սեղանին հայտնվում են եւ շարունակում են հայտնվել այսպիսի գրքեր ազգային հերոս Վաչագան Մանուկյանին նվիրված ամեն տարի, չգիտեմ, հոգուպարտ կասեմ, ինչ ասեմ, մեծ իրադարձություն է դառնում մեծ հաշվով իր ծննդյան օրը եւ այս տարին եւս առանձնացավ, որովհետեւ մի հրաշալի կոթող քանդակ, ես ճիշտ ասած դեռ չեմ հասցրել տեսնել, առաջիկայում անպայման պիտի տեսնեմ, բայց ասում եմ այնքան կենթանի է, Փշակաղվել ու Աշճան կենթանի է, ինչ գիրք է, հենց նորից նվիրեցա Խաչիկ Մանուկյանը, հույսով որ հիմա 1-2 խոսքով ներկայացնենք ինչ է իրենից ներկայացնում։ Սիրով կներկայացնեմ, գիրքը մի տարի է ինչ կազմվում է, ինչու մի տարի, որովհետև եղած հրապարակումները պիտի հավաքեի, այստեղ ոչ թե իմ աշխատանքն է, այսինքն ստեղծագործական, այլ Վաչագանին նվիրված հրապարակումներ են, ի ուրախություն ինձ գիրքը բացվում է մեր շատ սիրելի Վաչագանի խոսքն է այստեղ եւ բացվում է Բագրատ Սրբազանի եւ օրհնությամբ եւ իր գնահատանքներով Վաչագանի վերաբերող եւ հետո գալիս է մեր հայտնի գեներալները այստեղ Նորատեր Գրիգորյանցն է, որը նաեւ մեր բանակը հիմնադրողներից մեկն էր, հաղթանակի հիմք դնողներից մեկն էր, ով ճանաչելով, գնահատելով, ուրեմն ծանոթանալով Վաչագանի սխրանքներին, նաեւ իր խոսքն է հղել, գնահատանքներն է հղել, այստեղ նաև մյուս գեներալներն են, հետո գալիս են նաև արվեստի գործիչներ, մարտական ընկերներ, շատ հետաքրքիր է իր մարտական ընկերոջ խոսքը, ես ապշել էի, երբ կարդացի, գիտեք, երբ մարտական ընկերը իր կողքը կրված տղան է միանգամից ասում Տիգրանը, ասում է գիտես, երբ զրուցում էր հետս եւ հետո իր շարադրանքը պիտի տարի, ինձ ասաց խիզախություն, քաջություն, մեծ հայտնի բառեր են, չէ՞, որոնք բնութագրում են քաջություն, Վաչագանին դրանք շատ քիչ են բնութագրելու համար, ասես նոր բառեր են պետք։ Ես ապշել էի, որ մարդ, որ հերոյ է, ասենք, բանասիրությունից, կարողանում է այդ բառերը ասելով, հնչեցնելով ասել, որ դրանք շատ քիչ են բնութագրելու համար եւ շատ դա իրեն կորցնելուց հետո կամ տարիներ է անցել, բայց ինձ մոտ տպավորություն է, որ անverջ եւ դուք եք իրան նորովի ճանաչում։ Դե այո, ես հիմա անգամ շատ շերտեր կան, որ շատ հետաքրքիր է, ասենք Գագիկ Գինոսյանը իր խոսքը հնչեցրել է հուշակարի Խաչքարի բացմանը, ես հետո երբ խոսքը նայում էի, ասում ես կողքն եմ եղել, բայց ոնց այդ խորությունը չեմ զգացել խոսքի, հետո հասկանում էի, որ ես անընդհատ, չգիտեմ, եթերում էի, ուր էի, վերացած էի կամ այդ Խաչքարի մեջ էի, Վաչագանի հետ էի, եւ հիմա էլի շատ նյութեր այդպես որ նայում եմ, գնահատում եմ ինձ իհարկե ուրախացնում է այն փաստը, որ Վաչագանի սխրանքը ընկալելի եւ գնահատելի է իսկական ազնվազարմ հայերի համար եւ նրանք ովքեր մորթապաշտներ են, այս պահականներ են, հասկանալի է, որ ոչ մի սխրանք իրենց չի հետարկրում, բայց նաեւ հերոսները նման հերոսները ոչ թե գնացել են ընտրովի ասել են, գիտեք, մենք այս կուսակցության համար ենք, ոչ, ամբողջ ժողովրդի համար, երբ ազգ ասում ենք, ջեպկիրից մինչև ակադեմիկ ներառում է այդ ազգը եւ ի ցավ մեզ այո, ջեպկիրի համար էլ են կյանք տվել, մենակ ակադեմիկների կամ այդ հաղթանակը գնահատողների համար չի այդ ամեն ինչը արվել, բայց ես ուզում եմ, որ ամեն մեկը իր տեղում լինի, ես չեմ ուզում այն կուսակցությունը, որը եկել է եւ իմ արժեքներն է ջնջում, հերոսապատման էջերն է փորձում վերացնել, այսօր իշխող դառնա իմ երկրում, թեպետ գիտեք, այսպեսի մի բան ասեմ, սրանք չգիտես էլ ով են, եթե մեր թշնամի երկրի բառը ճիշտ եմ հնչեցնում, թշնամի երկրի նախկին արտգործնախարարը ասում է, այսօր գնացել էր ինչ-որ լեռներ էր մագլցում, ասում արեք դու մեզնից հարցրել ես թույլ տվություն, որ եկել ես Զանգեզուրի լեռներն ես բարձրանում, ծաղրը նայեք, եւ որևէ պատասխան չկա, ջայլամի պես գլուխները խրել են, ինչու, որովհետեւ մտածում են, եթե պատասխան տան, եթե երերան եւ լափամանից զրկվեն, բայց նրանց ով է պահելու, էլ չեմ ասում, միանգամից դատու դատաստանն են սկսվելու, հիշեք ինչեր էր կատարվում, մի հատ ջուր շփելու համար մարդկանց դատում էին, չգիտեմ ինչեր էին անում, ես այդ ամեն ինչը հիշում եմ կամ որևէ մի խոսք, որի մեջ չգիտես ինչի որոնում գտնում էին, որ տեսեք, այստեղ խուլիգանական արարք է դառնում այս խոսքը, բայց հայտարարում է, ասում է քարով տալու եմ վեհապարի գլուխը ջարդեմ,
Միջև հիմա այդ ֆրֆռում է։ Եվ սրա արդյունքն է։ Ցածկացնելու եմ, կաշիներդ քերելու եմ։ Հարգելի Անժելա, այդ քարը տակվեց կառավարության գլխին, քանի դա չի պատժվել, ամեն օր տալիս է կառավարության գլխին են կնիկան ինչ Ուրսուլա, որ եկել ասում էր դեմոկրատական արժեքները բարձր ինքերի վրա, այ քո գլխին է տալիս այդ քարը, նա որ եկել է դեմոկրատական արժեքները ջարդում է այդ քարով, այդ մարդը, որ ինչ որ չինովնիկի քերի է, ով ուզում է լինի, եթե եկել է իմ երկրում նման, եւ դրա համար են փողոցները կրակոցներով լցված, եւ դրա այդ անպաշելության մթնոլորտը գնալով ահա գնանում է, իսկ սրանք ով են որ այս խամաճիկները, ընկերներիցս մեկը ես սիրում եմ փաստերով եւ այդ եղած երևույթները գնահատողներով խոսել, ասել եկավ ասում, գիտես, սա մի քիչ այսպես երերացող էր, շատ խիստ գնահատական տվողներից չի եւ անդադ հույս ուներ, որ մի լավ բան կլինի, թեպետ արդեն հասկացել է, որ անկման է գնում, բայց ասես գիտես, այս թքող լակոտին քո ասած, որ հանեց, ինձ թվում է ինքնամաքրման process-ի է գնում, իրան բերեցի տղամարդիկ ֆիլմից օրինակ, ասի հիշում ես, երբ սխալմամբ Ֆրունզի հերոսը մտել էր ու այլ բնակարան, որտեղ լիքը աղջիկներ էին եւ Կարինեին պիտի այդտեղ Կարինեի ձեռքը խնդրել եւ մայրը սկսեց արտասվել, հայրը ասաց. «Ինչու ես արտասում, չէ՞ որ մեզ հետ մնում են Օֆելյան, Մեդեյան, Սյուզին, Ռոզին, այնտեղ Սիլվարդը, Ալվարդը եւ աղջիկերքի անունները թվում։ Հիմա ես էլ իրեն ասի թքող լակոտը գնաց, բայց իրենց հետ է համբալ հոր համբալ տուլեն, իրենց հետ է հայոց սահմանները պատժաբար համարող գետնակարճ փալասները, իրենց հետ են բոլոր են մարդիկ, ովքեր եկել են հայոց արժեհամակարգը ջնջելու, նա ով ասում է կառավարության անդամը, ես ազգային իղձ ու երազանք չունեմ, այդ բոլորը իր հետ են։ Այսինքն ինքնամաքրման դա գրել անհնար է, դա այդպես չէ, դա ինչ որ ներքին երևի խնդիրներ կար եւ որոշեցին այդպես ուրեմն վարվել դրա հետ եւ կարծում եմ դա պիտի ավելի շատ նեղ անձնական կամ իշխանական աթոռներ չկիսելու հանգամանքով պայմանավորված լիներ, որովհետեւ ի վերջո սրանք բոլորն են հասկացել իրենց արածը միայն այդ թալանա ունենա, իրենք ոչ նվիրում ունեն, ոչ զողությունների կգնան, չեն գնալու, իրենց համար երկիրն արժեքը չէ, որոնց համար ոչ թե կյանք օր զոհեն, ժամանակ զոհեն, գնան զբաղվեն եւ պատահական չի, որ զբաղված են իրենք այդ նույն չինովնիկները իրենց լակոտներին բանակից ազատելով եւ ծաղրական խոսքեր հնչեցնելով մյուս բոլորի հանդեպ։ Սա իրականությունն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ շարունակվում է անկումային ընթացքը, որտեղ պարտության սիմվոլները չեն կարող հաղթականություն բերել, չեն կարող մոտենալ Վաչագանին, մյուս հերոսներին եւ իրենց ձեռ չի տալիս, որ մոտենան փշրվելու են նրանց ոտքերի տակ, իրենց հոգու ոտքերի տակ, փշրվելու են մարդիկ, ովքեր պատրաստ են ազգը հայրենիք այդքան բարձր գնահատել եւ մարդիկ ովքեր եկել են թալանի եւ այսօր մի առիթով էլի հնչեցրել եմ հարգելի Անժելա, երբ ասում է նախկինները եւ միջև հիմա նախկին ներկա հոլովույթի մեջ ներառելով խժռում է մարդկանց, ես հիշեցրեցի, որ ասիան կաշառակերտը դրամաշորթը, որի նախկիններ տարավ ուրեմն կարգեց հերոստապետկոմի նախագահ։ Այսինքն ինչ է անում այդ նախկիններին, որ ասում է, եւ այն նախկինին, որը որպես հանցագործ դատապարտվել է Հայաստանի քրեական օրենսգրքով, տեսեք, տարել է միլիոններ է տալիս եւ ամենակարևոր ոլորտներից մեկն է վստահել։ Այսինքն ձեզ խափում ասում են նախկինները, բայց ինքը այդ նախկիններին տանուում է եւ միլիոններով է վարձատրում։ Սա է իրականությունը, փաստը եւ այդ կապիկությունները, շարլատանությունները շարունակվելու են, քանի դեռ սրանք են մնում իշխանության գլխին։ Ինչ է կարծում, իրեն հաջողում է այսպես մարդկանց նվաստացնելով են մարդկանց նվաստացնելով ինչ որ դիվիդենտներ շահել, թե այլևս տանուն տված վիճակի է իր մոտ, որ ինքը սկսել է այդպիսի հարցակում մեծ բարերարների, մեծ գործարարների եւ արդեն այսպես բան ունի 20,000 մարդ գործազուրկ կդառնա, 30,000 մարդ գործազուրկ կդառնա։ Տեսեք, եթե ինքը իսկապես էլ այդ նման բաներ ուներ, մտածում էր, որ հանցագործներ էին այս մարդիկ 8 տարի է իշխանություն ունի, հանցագործը ինքնա որ համագործակցել է, պարտակել է կամ դրանցից ով որ հեռացրին դրան, այդ ինչ է թքող լակոտը հայտարարում էր, ուրեմն սեռա բռնություններ են կիրառվել եկեղեցականների կողմից, պատանիների հանդեպ, չգիտեմ ինչ այդ պեդոֆիլիա, այսպես նման բաներ էր հայտարարում, այսինքն ինքն էլ Հովանին էր, դրանց պարտակում էր, ինչ ասում են իրենց դեմ է դուրս գալի, որտեվ սուտ, կեղծ, այդ շարլատանները սովոր են
ինչ որ ցիրկ հարամցնել, որտեղ երկիր չեն կարող զարգացնել, տնտեսություն չեն կարող զարգացնել, ի վերջո պատիվ չի բերում, երբ ես կան ոստիկանական մեծ համակարգ է սպահում եւ դրանցով հարձակվում ես հայերի վրա, տվյալ դեպքում այո, եւ այդ Ծառուկյանի խմբի վրա եւ իր վրա եւ Թևանյան Անդրանիկի եւ մյուսների եւ դրանից առաջ միջև հիմա այո, ինչ այս խայտարակություններ են եւ ուզում եմ անդրադարձանամ նաեւ հայրենի կուսակցության Խաչիկ Գալստյանի վրա դոկտոր պրոֆեսոր ում վերջերս իմացա նաեւ ժամերից զրկեցին, որովհետեւ իրենց լուրջ մարդիկ պետք չեն, իրենց պետք են կամակատարներ եւ Խաչիկ Գալստյանի հետ միասին նաեւ որոշ ուրիշների կարողացան ազատել, բայց միևնույնն է այս մարդիկ խնդիր լուծելու կարողություն չունեն։ Պատրաստ ինչ որ բաներ ուզում, մարդը ասում էր եկել էր վայելելու, բայց չստացվեց, մեքենայի հակը թռավ, եսեղավեն եղավ։ Հիմա նայեք, եթե դու չէիր կարողանալու, ինչու այդ հանձնառությունը ունեցար, ինչու եկար այն թմով, որտեղ միայն անկարողներ են, իսկ խնդիրները բավականին լուրջ ու բարդ խնդիրներ են։ Եվ իսկապես լուրջ, որտեղ ուժը պակասել է։ Այն ուժը, որի շուրջ կառուցվել էր մեր տնտեսությունը, մեր անվտանգությունը, մշակույթը, ամեն ինչ, հիմա չկա։ Եվ չկա հիմա ժամանակը այդպեսին է, մենք տեսնում ենք, որ այդ ուժը ինքը խնդիրներ ունի եւ մենք էլ չենք կարող նեցուկ լինել, ինքն էլ մեզ չի կարող նեցուկ լինել։ Ուրեմն պիտի կարողանաս գտնել այն առանցքը, որի շուրջ կարող ես կայացնել քեզ, ոտքի կանգնել։ Սրանք են հարց լուծողը։ Սրանք որ ստեղից այնտեղ թռնելով ոչինչ չեն կարողանում անել, ուղղակի ծիծաղ են շարժում եւ տեսնում ենք թե արդյունքում ինչ է ստացվում։ Ասում են արա դու ով ես որ ելես Զանգեզուրի, սարերը առանց մեր թույլտվության։ Հաջորդ անգամ ինչ պետք է ասեն, արա դու ով ես որ որոշես sense հաղորդում քո եթերով գնա կամ չգնա կամ ես կամ են։ Այսինքն որպես գաղութ այլևս մենք դառնում ենք կատարյալ եւ որպես գաղութ վերացման հիմքերը դնում են։ Նրանք պարզ ասել են, որ չեն գալիս մեզ սատարելու, այդ ով չի հասկանում, որ Թուրքիան հայոց տնտեսությունը զարգացնելու միտում բացարձակապես չունի, վերացնելու է։ Եվ նրանք էլ բաց այդ, ուրեմն արդեն ասում են եւ մենք տեսանք, որ դպրոցներում կան քարտեզներ, այլևս ադրբեջանական, որտեղ Հայաստանը ներառված է Ադրբեջանի կազմում։ Սրանք ծպտուն հանում են, կանան ծպտուն հանեն բաբշը։ Սրանց կարողությունը չի երիկում։ Կաշիներ կքերեմ, որտում ասում։ Դե բայց տեսել եք դուրս է ինչ անում։ Չէ, իր թշնամուն ասում։ Ինքը թշնամու չի կարա բան ասի։ Ինքը ոնց բան կասի։ Եվ ընդհանրապես էլ մենք տեսանք, չէ՞, ամբողջ ոստիկանախումբը, իրավականից ողջ համակարգին կոչի ստեղծել մեզ պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում չէին ահագնան այսքան կրակոցներ, խուլիգանություններ, մյուսը, որտեղ սա նրա համար է, որպեսզի պահի այս բիրտ ուժը, որը հայոց դեմ գործում է։ Այս մահակը, որը մեր թշնամիներն են մեր գլխին պարզել եւ պարբերաբար կիրառում։ Եվ հետո սրանց հետ միասին նաեւ կա պոռնկացինների այն բանակը, որոնք պիտի պարբերաբար հայոյախոսությամբ հանդես գան, որպեսզի հիմնավորեն այս քրչոտների, այս անկարողների, այս ողորմելի դուխովտերի ապկեկի այդ անուժությունը սրանց կատարած բոլոր սխալները, հանցագործությունները, երբ խոսում ես պատերազմից եւ ասում ես, այս հզոր բանակը, որին նաեւ իրենք էին վկայում, որ տարածաշրջանի հզոր բանակներից է, կարողացան կործանման տանել, իրենց եւ քաղաքական պարտության եւ նաեւ ռազմարվեստին չտիրապետելու արդյունքում։ Արա բա ինչի է տիրապետում մենակ լապելուն։ Հիմա եկել եք եւ շարունակում եք, որ ինչ Դե ավելի լավ չի, թե դատապարտվեք ձեր կատարած հանցանքների համար ես ազգը ժողովուրդը ապրի, չնայած դուք պարզ ասել եք, որ ազգային իղձ ու երազանք չունեք, եւ ես անգամ պարտավոր եմ ասելու, որ միակը, ով կարողացավ իր խոստումը կատարել, դա էլի էս ՔՊ-ի առաջնորդն է, ով ասել էր կզսնելու եմ, ով ինչ ասել է չի անում, էլ հեղափոխության մասին լսեցի, որ եթե ձայները գողացավ, իսկ ձայները ակնհայտորեն գողացվեցին, չեղավ այդ, մյուսը ասում էր մի ռուբլի դրամ, ինչ աշխատավարձ եմ դնում, հեսա առաջին կառավարության նիստում, չկատար, այս ասած կզսնեմ, կզսնում է, այսինքն, այս մարդը խոստում էլ չի տվել, որ երկիր պիտի զարգացնի, տնտեսություն պիտի վերանի, եւ մենք աչք ենք փակում, Դե գիտեմ ճիշտ եք ասում, բայց նաև հիմա պիտի ես տեսնեի, չէ՞ մեր ժողովուրդը ինչ է ասում, ես լավ ընդունում եմ, որ կարող է առաջի դեմքերը այստեղից այնտեղից ճնշումների տակ են եւ այդպես է որ կա արտաքին ուժերի հարվածների տակ են, ես սա ընկալում եմ հասկանում, բայց ժողովուրդը խիալ լռում Լավ ժողովուրդը ինչու ցույց չի տալիս Ես միլիոն գնաց իրան ձայն տվեց լավ 200,000 կեղծել էր խայտարակը բայց մի ժողովուրդ որ այսքան այնուամենայնիվ ես համարում եմ որ
մեր ժողովուրդը այո ճիշտ գնահատեց եւ մեծ մասամբ կարողացավ մերժել եւ այս անգամ մեծ մասնակցություն ունեցավ ընտրություններին եւ իր խոսքը ասել եւ եթե կհիշեք դրանց մռութները որ շարվել էին եւ այսպես տեղները չէին գտնում հասկացել էին որ խայտարակ պարտություն են կրել դա գնահատականն էր մեր ժողովրդի իրենց տրված թեև իրենք ասել են ժողովրդին հիմա շատերից եմ լսում որ սոցիալական խնդիրներ են ահագնանալու որ այսպես անգամ խոսում են որ սովը կարող է լինի այս մարդը ասել ասֆալտ կերեք բորդուր լպստեք ամեն ինչն էլ ասել է եթե դուք համաձայնում եք ու եւ գնում եք սրա հետևից ուրեմն գնում եք ասֆալտ ուտելու բորդուր լպստելու սա է ամեն ինչը բայց ելե եմ ասում ավելի լուրջ շատ բարդ խնդիրներ են աշխարհակաղակական այս երևույթները պահանջում են սթափություն, հմտություն, ինչը բացակայում է սրանց մոտ։ Սրանց ամբողջ կռիվը աթոռն է, սրանց ամբողջ կռիվը լափն է, որևէ բան չես կարող գտնել, որ սրանք արեցին հանուն ժողովրդի, հանուն բարօրության եւ երկրի ամրապնդման։ Չկա նման բան։ Եվ այստեղ երբեք էլ ես չեմ կարևորում այս կամ այն ուղղությունները։ Ես գիտեմ սրանք որ ուղղության մեջ էլ գնան պարտվելու են։ Ռուսաստան գնան պարտվելու են, Արևմուտք գնան պարտվելու են, Իրան գնան, ուր գնան, որտեղ սրանք պարտության սիմվոլներ են։ Այն հաղթականները, որոնք ուր գնան հաղթելու են, ովքեր հաղթականության հիմք կարող են դնել, նրանք չգիտես ինչի այդ մեծ պահանջարկը կարծես թե չունեն մեզանում։ Մինչդեռ այսօր մենք պիտի խնդրենք, որպեսզի այո, հաղթականները գան առաջի պլան եւ կարողանան ցույց տալ, որ մեր ժողովուրդը արժանապատիվ ապրելու իրավունք ունի եւ մեր երկիրը այն երկիրը չէ, որի հետ այսպես պիտի խոսան, եւ գիտական ներուժ ունի, եւ մշակութային, եւ ռազմական, եւ ես միշտ եմ ասել, որ այդ ռազմական արսենալի մեջ աշխարհի հայ միտքը կա, գիտնականի կարողություններն ու ուժը կան եւ նրանք ի վերջո կարող են մեզ համարել ծառայություն մատուցել իրենց ազգի մեր ազգի եւ ցույց տալ, որ Հայաստանն էլ կարող է աշխարհի մեծերի հետ ռազմական իմաստով համընթաց գնալ։ Քիչ առաջ էլ այդ հարցը տվեցի, հա, միշտ կա ընտրություններից հետո հիասթափություն, ինչ ունեք ասելու են մարդկանց, որ պայքարում էին, պայքարելու էին, թեպետ ինքը բան ճանապարհ է բռնել, նրանք ովքեր ում վրա որ ինտելեկտուալ առումով զիջում է դրանց բոլորին, բանտում է նրանց մեջ ով ասում է հայրենիք կա, օրինակ եւ նաեւ մերկացնում են, ոնց որ Անդրանիկ Թևանյանն դե այդ որ ասում են պիտակա կպցնում տանում է, ասենք ով որ բարեր արա, ով որ ընդհանրապես դուրս է եկել պայքարի ինչ ունեք ասելու։ Տեսեք, եթե որևէ մեկը խռովություն է ապրում, անհամաձայնություն է ապրում եղած իրավիճակին, ես նույնպես ավելի մեծ խռովություն եմ ապրում եւ անհամաձայնություն, որովհետեւ ում դեմ պայքարեցինք, նա այսօր վերահաստատվեց, իհարկե ոչ այն ուժգնությամբ, ինչպես նախկինում եւ հավաստությամբ եւ իրանք հայտարարեց, չէ՞, կարծում եմ այդ առաջի դեմքը, եթե որևէ ձայն գողանամ, ձեռս կկտրեմ, հիմա շատերը նրան կռնատ են ասում, թեպետ ձեռքը չի կտրել, որտեւ պարզ է, որ այդ ստակոլոլ գոյանքը որևէ խոսք չի կատարել, այդ ինչի պիտի կատարի, որ, բայց ինչից ենք վիրավորվում մեր ծնողներից, մեր հորումորից, մեր նախնիներից, մեր հայրենիքից, ինչի որ մասում։ Ես մի փոքր պատմություն հիմա ասեմ, երբ Վիլյամ Սարոյանը Հայաստանում էր եւ նկարիչներից մեկը նկար նվիրեց մեր անվանիներից է եւ իմ սիրելի նկարիչներից անունը չեմ տալու, բայց պատմությունը ուզում եմ անել, որովհետեւ վերջինս կարծում եմ հասկացել էր իր վրիպումը եւ նաեւ դրա համար չեմ տալիս անունը։ Նկարը որ նվիրում է Սարոյանն էլ վայելում է իր այդպես կտավները, մյուս սա այս նկարիչը ասում է, այս նա եկվորներից էր, ասում է, այս հայրենիքից էլ բան չհասկացանք։ Սարոյանը նկարը չի վերցնում, հելնելուց երբ արդեն ասում է, սա ձերն է, նայում է վրան, ասում է, հայրենիքը իրավունք ունի չհասկացվի։ Ու գնում է առանց կտավը վերցնում։ Այսինքն, այդ նեղացածներին ասեմ, հայրենիքը իրավունք ունի չհասկացվի։ Բայց մենք պարտավոր ենք հայրենիքի համար ամեն ինչ անել, ամեն ինչ մեր ուժերի ներածին գեր լարումով պիտի ծառայենք մեր երկրին եւ էլի եմ ասում եւ հասկանում եմ ազգասելով ջեպկիրից մինչեւ ակադեմիկ ներառվում է, բայց մենք պիտի կարողանանք ջեպկիրին իր տեղը դնել, ոնց որ հիմա բերել են կառավարություն, սրանք ստանանք իրանց տեղը եւ գիտական միտքը, հաղթական միտքը բերենք առաջնագիծ բոլոր ոլորտներում։ Կլինի մշակույթ, կհիշեք, ինչ էր ասում Սոս Սարգսյանը, ասում էր, որոմը խժռել է ամեն առողջ բան, որտեղ փարտամացել է, աճել է, շատացել է։ Մենք պիտի կարողանանք ազատվել այդ որոմից, այդ ԿՊ-ից։ Մենք պիտի կարողանանք վերջապես բերել մարդկանց, ովքեր ոչ թե կգան sense այդ դատողություններ բան, գլուխները կարճ գործ կանեն։ Մի առիթով շուտ ասել են, որ բողոքում եք
Այս ժամացույցը չի աշխատում, մեկը ասում է, էսի մեկը ոնց որ էս քպնա, չէ՞, էլ ասում է, էս դետալ է։ Բայց այն մյուսը, որը ընդամենը ժամը հասկանում է, վերցնում է գլուխը կախ սարկում է եւ միջև սրանք լաց զբաղված են, չի աշխատում սա։ Ժամացույցը դարձնում է գործող ժամացույց եւ ժամանակը գնում է առաջ։ Մեր երկրում ժամանակը կանգ է առել եւ եթե կուզեք հետ է գնում, իսկ այսօր մի վարքյան անգամ հետ մնալը այս արագընթացության մեջ հավատացեք մոլորակից դուրս չթռչելուն է հավասար։ Մենք չենք կարող համընթաց գնալ, չենք կարող, բայց գոնե պետք է հետ չընկնենք։ Եղածից էլ չպիտի նահանջենք եւ դա բոլորիս հավաքական ուժն է պահանջում եւ նրանք ովքեր ազգային արժեքներ չեն ներկայացնում իրենց համար դա չի առաջնորդողը դրանց մենք պիտի կարողանանք ճիշտ գնահատական տալ եւ բոլոր այն հանցանքները որոնք մեր երկրում կատարվել ու կատարվում են դրա պատասխանը պիտի լինի դրա պատիժը օրինական պիտի լինի Շնորհակալություն ես եմ շնորհակալ սպասենք հաղթանակների